Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը եւ այս կոնտեքստում ես կուզենայի մեկ այլ թեմա բացել քննարկման սփյուռքի վերաբերյալ, սփյուռքի դերի նշանակության եւ Հայաստանի հետ հարաբերության վերաբերյալ, բայց միշտ դրան անդրադառնալը մի կարճ տեղեկություն կուզենայի հայտնել Տիկին Յոլյանին։ Տիկին Յոլյան, դուք բողոքում եք, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք ազատվում են հարկերից, ասեմ, որ նման ընկերությունները շատ չեն, ընդամենը մեկն է, ARM Holding ընկերությունը, որը կառավարության որոշմամբ 18% շահութարկի փոխարեն վճարում է 2% շահութարկ եւ դրա մաս կազմող ընկերությունները Տաշիր գրուպի մաս են կազմում կամ փոխկապակցված են Տաշիր գրուպի հետ։ Այս արտոնությունը կառավարությունը տվել է, որովհետեւ համարել է, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, բայց եթե դուք գտնում եք, որ դա կարիքը չկա, ես կարող եմ դիմել կառավարությանը, խնդրել վերացնել այդ արտոնությունը։ Հա, կա դա, պարոն Կարապետյան, այստեղ չի։ Կգա կհաստատի։ Սփյուռքի մասին։ Մի տարածված միֆ կա Հայաստանում սփյուռքի վերաբերյալ եւ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են, ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը եւ հակառակը, ինչքան ավելի ուժեղ է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ է Սփյուռքը։ Ընկերներ, սա միֆ է, կատարյալ միֆ, եթե չասենք կատարյալ սուտ, ինչու՞, որովհետեւ ըստ սահմանման զուտ ֆիզիկապես Սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ու միայն Հայաստանից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից արտագաղթի, այսինքն իրենց մոտ ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ գաղթօջախ հայկական չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով։ Երբևէ նման բան երբեք չի եղել պատմության ընթացքում։ Կարող է ուրիշ սփյուռքերում, կարող է հիմա դուք ուրիշ օրինակներ գտնեք, որտեղ դա հնարավոր է, բայց հայկական սփյուռքում չի եղել մի գաղթօջախ, որը բնական սերնդափոխության հետևանքով առանց Հայաստանից կամ այլ գաղթօջախից նոր արտագաղթի ալիքի հզորանա։ Մադրասի հայ համայնքից խոսեցինք, հզորագույն համայնք, որ ընդհանուր բրիտանական կայսրության հետ էր պայմանագրեր կնքում, այսօր չկա ընդհանրապես։ Ժամանակի նշանավոր համայնքները մեր Եգիպտոսում, Իրաք, Իրան, Լիբանան, Սիրիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, մի մասը կան, բայց փոքրացել են, նվազել է այնտեղ հայերի քանակը, մի մասը էլի կարելի ասել չկան կամ շատ քիչ թվով հայեր են այնտեղ մնացել։ Դրա փոխարեն ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, այնտեղի սփյուռքը հզորացել է եւ ինչի հաշվին Հայաստանից նոր ալիքներ, նոր արտագաղթի ալիքների հետևանքով։ Այստեղից հետևություն, շատ པարզ հետևություն, այն մարդիկ, ովքեր ասում են, որ սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է թե ասեն, որ Հայաստանը պետք է թուլանա, որովհետև ուրիշ ճանապարհ սփյուռքի հզորանալու չկա։ Ոչ, ընկերներ, հակառակը պետք է լինի։ Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով սփյուռքը կթուլանա եւ Հայաստանը կհզորանա։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Ֆիզիկապես չկա։ Դուք դե ձևերը կասեք։ Պատգամավոր Մամիկոն Ասլանյան, ձեր նկատմամբ հայտակիրառում են կարգապահ մի վարքյան, պարոն Եղվան, նախազգուշացում։ Հարգելի Տիկին Ենգոյան եւ պարոն Թամրազյան, նիստը ինչ սկսել ենք, դուք խոսում եք, հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցրեք։ Երկրորդ միֆը, որ հնչեցվեց այս ամբիոնից, Հայաստան խմբակցության ներկայացուցիչի կողմից, թե բա Հայաստանը սփյուռքի հետ մեկ քաշային կատեգորիա է, իսկ առանց սփյուռքի մեկ այլ քաշային կատեգորիա է, սա կատարյալ միֆ է։ Կատարյալ միֆ, հորինված, դիտավորյալ, լրիվ այլ նպատակներով, ոչ Հայաստանի շահերից բխող։ Ինչու է սա միֆ հեքիաթ, ինչու։ Որովհետև սփյուռքը ինքնին չունի հստակ քաշային կատեգորիա։ Սփյուռքը ինքնին, մենք չգիտենք սփյուռքը ինչ քաշային կատեգորիա ունի որպես ամբողջություն, որովհետև սփյուռքում չկա մեկ կենտրոն, որ ասես, այս է քաշային կենտրոնը։ Ինչպես օրինակ պետություններ ունեն քաշային կատեգորիա, ունեն բյուջե, ունեն բանակ, ունեն տնտեսություն, ունեն մշտական բնակչություն, ընտրություններ, կառավարություն, ազգային ժողով եւ այլ եւ այլ։ Սփյուռքի դեպքում այդպես չի։ Հայկական սփյուռքը ինչպես մյուս սփյուռքերը, աշխարհի տարբեր երկրներում են ապրում եւ շատ տարբեր են, շատ տարբեր ուժային կենտրոններով։ Ավելի նույնիսկ մեկ երկրում ապրող մեր սփյուռքան տարբեր
կազմակերպություններ իրար լրիվ հակադիր քաղաքականություն են վարում ու դաշնակցականները դա ինձանից շատ ավելի լավ գիտեն։ Ես օրինակներ չբերեմ, այնպես որ մի քիչ վերաձևակերպելով Քիսինջերի ասածը, այլ առիթով Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար։ Զանգես եւ Սփյուռքը քեզ պատասխանի իր ամբողջ քաշային կարգով, ասի իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին։ Ո՞վ է այդ հեռախոսահամարի կրողը, ասենք Մուրադ Փափազյանը, հա, օրինակ Ֆրանսիայում։ Ոչ չգիտես ում մանդատով է խոսում, քանի հոգու ձայն է ստացել, ով է ինքը ընդհանրապես։ Այս օրինակ եմ էլի բերեմ, չմտածեք ինքը ինչ շատ է հուզում։ Դուք շատ կոռեկտ եմ, ասում եմ, արդյոք ինքն է Սփյուռքի ներկայացուցիչը, որ չգիտես քանի հոգու անունից է խոսում, սա կոռեկտ է լուր։ Կոռեկտ եմ ասում, տեկին գալիս են, քանի հոգու անունից է ինքը խոսում։ Ֆրանսիայում ապրում է 500,000-ից ավել հայ։ Քանի հոգու մանդատ ինքը ունի ընդհանրապես Հայաստանի շահերից խոսելու, ել չասած Սփյուռքի շահերից խոսելու կամ ֆրանսիական համայնքի շահերից խոսելու։ Մենք խոսում ենք ստացած լինելով 730,000 քաղաքացիների մանդատ։ Ինքը Ֆրանսիայում 730 հոգու, ոչ թե 730,000, 730 հոգու մանդատ ունի, 730 մարդ կգտնվի իր կողքը հավաքված, որ կասի ինքը ճիշտ է ասում, բայց նույնիսկ եթե գտնվի, դա էլ չի լինի, էլի համայնք։ Ոնց է ընտրվում, կամ են Արամ Համբարյան, ԱՄՆ-ում ինքը ում անունից է խոսում։ Գասպար Կարապետյան, չգիտեմ, հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ, 4 հոգով նստում են 4 պատի մեջտեղում, ասում են մենք ուզում ենք, որ Հայաստանը սենց անի։ Կներեք, իսկ իրանք ով են, որ ուզենան, որ Հայաստանը սենց կամ նենց անի։ Ում անունից են իրանք ուզում։ Դա։ Իրանք կարծեմ, մասնավորապես պարոն Փափազյան նույնիսկ Հայաստանի քաղաքացի էլ չի։ Գնացել Ֆրանսիայի նախագահին էր խնդրել, որ Հայաստանի վարչապետին խնդրի, որ իրան թույլ տա մտնի Հայաստան։ Էտա իր մաքսիմում հարածը։ Էտա իր հարածը։ Այն աստիճանի մարդ չկարանա հարաբերություն կառուցի, որ գնա ատոմային, միջուկային գերտերության ղեկավարին, ոչ թե ասի մեզ տվեք զենք, այս մի մասն էլ հեսա համայնքից հանգանակած, չգիտեմ, այս էլ մենք ենք առնում մեր պետության, տվեք տեխնոլոգիա, տվեք մասնագետներ, ԵԱՏՄ-ում խնդրեք մեզ մաքսային արտոնություն տան, գնա ասի կարակ, Փաշինյանին ասեք, մի հատ իմ սեկտը բանը ոնց է կոչվում, բացի մտնեմ էլի, պարոն նախագահ, այ էսա, սրա մասին է, այսօրվա այդ խոսակցությունները։ Տիկին Մաթևոսյանը հարց տվեց, ասեց, պարոն Խանդանյանին կարծեմ, ասեց, դուք էդ որ ասում եք, մենք էդ որ ասում ենք, պետականամետ սփյուռքյան կառույցներ, կարող է նկատի ունեք իշխանամետ։ Տիկին Մաթևոսյան, այո, հենց դա էլ նկատի ունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը սահմանում է ժողովրդի կողմից ընտրված պետական իշխանությունը։ Էտա, օտարի համար այնպիսին, ինչպիսին օտարերկրյա քաղաքացիներն են։ Մի ընդհատեք տեղից հարգելի գործընկեր։ Օտարի համար Հայաստանի, եթե օտարը ուզում է Հայաստանին օգնի, Հայաստանի վարչապետին արտգործնախարարն է գալիս հարցնում, ասում է ինչով կարանք ձեզ օգնել։ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարն էլ ասում են սրանով։ Ոչ թե ինքը նստում է 4 պատի մեջտեղ, դաշնակցական բանը, գերբը պատին խփած, ասում է ես կարծում եմ, որ էս է Հայաստանի պետականամետ դիրքորոշումը, այն դեպքում երբ որ ինքը նույնիսկ չի իրան նեղություն տվել, մի հատ Հայաստանի անձնագիր գոնե ստանա, որը մեծ ջանք պիտի ոչ չպահանջեր իրանից։ Եվ այսպիսով, ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները Սփյուռքի հետ։ Դա պետք է որոշի ցանկացած սփյուռքահայ, ոչ մենք։ Ցանկացած սփյուռքահայ պետք է որոշի, եւ իմ կարծիքով երկու բան կարող է անել ցանկացած սփյուռքահայ Հայաստանի համար։ Առաջին տեղափոխվել Հայաստան եւ ապրել այստեղ։ Դա ամենամեծ բանն է, որ սփյուռքահայը, չեմ ասում սփյուռքի հետ ներկայացուցիչներ, կառույցներ, հույդակ, հայդատի գրասենյակի, իրանք մեկը դա չեն անելու։ Ուղղակի սփյուռքահայերը տեղափոխվել Հայաստան եւ ապրել այստեղ, վճարել հարկեր, աշխատել, ստեղծել արժեք։ Եվ երկրորդ, եթե ցանկանում է այնտեղից ինչ-որ բան անել, պետքա վերցնի հեռախոսը, զանգի Հայաստանին, իսկ Հայաստանը ունի հեռախոսահամար, ի տարբերություն Սփյուռքի, եւ հարցնի Հայաստանին, թե ինչ կարող է անել Հայաստանի համար այնտեղ։ Եվ անի ճիշտ այն, ինչ կամ եթե չի կարող չանի, բայց լավ կլինի, որ անի իր ուժերի չափով այն, ինչ իրեն խնդրում է Հայաստանը։ Ուրիշ հարաբերություն
Ուրիշ հարաբերություն ես չեմ պատկերացնում։ Ես բացատրեցի, թե ով պիտի վերցնի Ավարտեք, պարոն Եղոյան։ ու զանգի։ Իմ ամբողջ ելույթի իմաստը հենց այդ է, պարոն Աբրահամյան։ Երբ որ կտակ Սփյուռքի հեռախոսահամարը, մենք էլ կարող ենք զանգել։ Մեկ հեռախոսահամար տվեք Սփյուռքից։ Շնորհակալություն։